Բարև, հարգելի լսարան։ Սա «Խորհենք միասին» հաղորդաշարն է։ Այսօրվա թեման թվային բնութագրությամբ կապված է Պյութագորասի դարավոր գիտելիքի թիվ մատրիցայի հետ։ Ուստի, եթե դեռ ծանոթ չեք մեր երրորդ հոլովակին, որտեղ ամբողջությամբ ներկայացվում է Պյութագորասի քառակուսու մատրիցայի վերաբերյալ բազային գիտելիքը, ապա ցանկալի է այն դիտել «Խորհենք միասին» ալիքում։ Դա կօգնի նախնական պատկերացում կազմել այն համակարգի մասին, որի հիման վրա կառուցված է այսօրվա դիտարկումը։ Իմ կողմից մշակված այս դիտարկումը ներկայացվում է որպես եռաչափ համակարգ, ինչպես ընդունված է ասել 3D՝ թիվ մատրիցա, մոլորակ և արկան։ Հաղորդաշարի բազմազան թեմաների շարքում այսուհետ տեղ է հատկացվում 1-9 թվերի մեկամսյա հորոսկոպին։ Հորոսկոպ հասկացությունը այստեղ օգտագործվում է խորհրդանշական իմաստով, որպես ընդհանուր աստղաբանական դաշտում ընդունված անվանում։ Այն ձեր ուշադրությանը կներկայացվի յուրաքանչյուր ամսվա երկրորդ տասնօրյակի վերջում։ Դա կլինի հաջորդ ամսվա մեր մատրիցայի բնութագիրը, էներգետիկ թրթիռների հաճախականությունը, մեր ուղիղ մասնակցությունը մեր կյանքի իրադարձություններին, ներկայի գիտակցությամբ։ Այս համակարգում յուրաքանչյուր թիվ դիտարկվում է ոչ թե որպես առանցին հաշվարկային միավոր, այլ որպես կենդանի էներգետիկ շարժ, որը բացվում է 3 փոխկապակցված շերտերով։ Առաջին շերտը մեր ծննդյան օրվա թիվն է։ 1-ը անհատական թիվն է, որը ցույց է տալիս մարդու հիմնական ներքին կառուցվածքը, նրա արձագանքը կյանքի տարբեր իրավիճակներին։ Երկրորդ շերտը ժամանակային մատրիցան է 5-ը։ Մայիս ամիսը, որտեղ այդ թիվը 5-ը համադրվում է տվյալ տարվա 2026, այսինքն գումարած հավասարվում է 1-ի և ամսվա էներգիայի հետ, ձևավորելով ընթացիկ ազդեցությունը և շարժման ուղղությունը։ Երրորդ շերտը մոլորակ և արկան համապատասխանությունն է, որը բացում է այդ ամբողջ համադրության խորքային որակը, ցույց տալով էներգիայի բնույթը, ներքին տրամաբանությունը և ազդեցության ոլորտները։ Այս 3 շերտերի համադրությամբ ձևավորվում է ամբողջական դիտարկման դաշտ, որտեղ երևում է այն ներքին գործընթացը, որի միջոցով այդ ժամանակաշրջանում մարդու շուրջը առաջանում է համապատասխան հաճախականության էներգիա։ 2026 թվականի մայիս ամիսը ժամանակագրական առումով դիտարկվում է որպես փոփոխությունների, շարժման և ներքին ակտիվացման փուլ, որտեղ տարվա էներգիան համադրվում է ամսվա շարժուն դաշտի հետ, ստեղծելով իրավիճակներ, որոնք պահանջում են հստակ որոշումներ, ներքին կողմնորոշում ու գիտակցված արձագանքներ։ Այս համադրության մեջ յուրաքանչյուր մարդ իր ծննդյան թվի միջոցով անցնում է անհատական ճանապարհ, որը բացվում է հենց այս եռաչափ համակարգի միջոցով՝ թիվ մատրիցայի, մոլորակի, արկանի ազդեցությամբ։ Այս մոտեցումը չի ներկայացվում որպես կանխատեսում, այլ որպես էներգետիկ կառուցվածքի ընթերցման գործնական մեթոդ, որը օգնում է ավելի հստակ տեսնել ժամանակի և մարդու ներքին վիճակի փոխազդեցությունը և դրանցից բխող հնարավոր ուղղությունները։ Հենց այս դիտարկման շրջանակում «Խորհենք միասին» ալիքում եկեք միասին բացենք թվերի էներգետիկ դաշտը, որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա տեսնել ոչ միայն արտաքին իրադարձությունները, այլ նաև դրանց պատճառաբանությունն ու շարժիչ ուժը։ 1-9 թվերի հորոսկոպի ստեղծման նպատակը թվերի, մատրիցայի, մոլորակի, արկանի էներգիաների տրամաբանական կապը բացահայտելն ու համադրելն է, որը կարող է մեզ օգնել գիտակցված վերաբերմունք ձևավորել մեր շուրջն ընթացող իրադարձությունների նկատմամբ։ Ամբողջության մեջ այս կառուցվածքը ցույց է տալիս, որ թվերը մոլորակի և արկանի հետ պատահական համադրություն չեն, այլ փոխկապակցված կուռ համակարգ են, որտեղ յուրաքանչյուր տարր ազդում է մյուսի վրա, ստեղծելով ամբողջական շարժում իր համապատասխան թրթիռներով։ Եվ այսպես սկսենք 1-9 թվերի հորոսկոպը 2026 թվականի մայիսի 1-ից 31-ի ընթացքում։ Սկսենք առաջին թվից, թիվ 1։ Այստեղ ընդգրկվում է թիվ 1-ի ներքո հետևյալ խումբը՝ 1, 10, 19, 28 թվերը։ Սա 1, 10, 19, 28 ծնվածների համար օրվա թիվն է,
Որպեսզի հայտնաբերենք, թե որ թվերի, մոլորակների, արկաների փոխազդեցության միջոցով է առաջանում մեկ թվի շուրջ էներգիաների թրթիռների կուտակումները, ապա դրա համար կատարենք պարզ թվաբանական գործողություն։ Մեր ծննդյան օրվա թվին գումարում ենք տարվա թիվը, ամսվա թիվը և արդյունքում ունենում ենք ահա թվերի այս պատկերը։ Մեկ թվի համար գումարած 1 տարվա թիվը 2026-ի արդյունքը տալիս է 1 և գումարած մայիս ամսվա թիվը 5, սա հավասար է 7-ի։ Ահա մեկ թիվը գրողի մատրիցան, նաև մեկ թվի խմբում ընդգրկված թվերին է դա վերաբերվում, 1-ին, 10-ին, 19-ին և 28-ին։ Ահա ամբողջական մատրիցան մենք ստացանք 1, 1, 5, 7։ Մեկ թվերի խումբ են կազմում այն թվերը, որոնցից յուրաքանչյուրի գումարման արդյունքում դարձյալ ստանում ենք 1։ Այդ պարզաբանումը վերին հատվածում արդեն տվեցի ձեզ։ Այս օրինակում 1, 10, 19-ը 28-ներ։ Հարգելի լսարան, այս տրամաբանությամբ ստանում ենք մյուսները։ Եվ այսպես 2026-ի մայիսին մեկ թվի մարդկանց համար ձևավորվում է 1, 1, 5, 7 թվերի մատրիցան։ Եվ հենց այս թվերի ներքին բովանդակությունն է բացում ամսվա հիմնական ուղղությունը մեկ թվի մարդկանց համար։ Կրկնվող մեկը այստեղ ընդգծում է այդ մարդկանց բնական ինքնուրույնությունը, որը մայիս ամսվա ընթացքում կարտահայտվի կարևոր որոշում կայացնելու անհրաժեշտությամբ։ 2026 թվականի մայիսին մեկ թվի մարդիկ առանց արտաքին հուշումների վրա հենվելու տարբեր իրավիճակներում իրենց ուղին ընտրելու հնարավորություն ունեն։ Մատրիցայում ներկա 5-ը ներքին ուժին ավելացնում է շարժում և փոփոխություն։ Այն բերում է նոր հանդիպումներ, խոսակցություններ և այդ խոսակցությունների ընթացքում բացահայտում նոր տեղեկություններ։ Թեև մատրիցայի մեջ 5-ը նոր դռներ է բացում, սակայն մեկ թվի մարդուց պահանջում է ճկունություն, միմյանց արագ հաջորդող իրադարձություններում անմիջապես կողմնորոշվել և պահպանել հավասարակշռությունը։ 1-1-5 թվերի ընդհանուր գումարից ծնվող վերջնական թիվը 7-ն է, որը դառնում է մայիս ամսվա առանցքը։ 7-ը կապված է ինքնաճանաչման և ներքին դիտարկման հետ։ Դա Նեպտուն մոլորակի էներգիան է, որը վերաբերվում է մարդու ինտուիցիային, ստեղծագործականությանը և հոգևոր զարգացման ընթացքին։ Նեպտունի ազդեցությամբ մարդը կարող է այս ամիս ավելի զգայուն լինել, հասկանալ, թե ինչն է իրականում իր համար կարևոր։ Բարձր զգայական ֆոնին հնարավոր են ստեղծագործական թռիչքներ կամ ընդհատված գործերի հարաբերությունների վերաիմաստավորում։ Այս ամսվա մատրիցայի համատեքստում ակտիվանում են նաև այն արկանները, որոնք համադրելի են 1, 5, 7 թվերի հետ։ Առաջին արկանի էներգիան ուժեղացնում է ստեղծման արարման թեման։ Դա այն ուժն է, որը տալիս է մարդուն վստահություն իրագործել իր նպատակները, նյութականացնել իր մտքերը, նաև հուշում է նրան, որ իրական փոփոխությունները սկսվում է հենց իր ներսից։ 5-րդ արկանի ազդեցությամբ մարդը ձգտում է գիտելիքի, նաև այս ընթացքում հասկանում է, որ կուտակած փորձն ու իմաստությունը պետք է արժևորել և ուղղորդել համապատասխան հունով։ 7-րդ արկանի էներգիան այս ամենին հաղորդում է թափ և շարժում։ Դա այն ուժն է, որը մարդուն տանում է դեպի նպատակ, դեպի առաջընթաց, սակայն պահանջում է ինքնավերահսկում և հստակություն։ Այս 3 արկանների համադրությունը ստեղծում է մի ընդհանուր պատկեր, որտեղ սկիզբը, գիտելիքը և շարժումը միահյուսվում են մեկ ընթացքի մեջ։ Մեկ թվի մարդկանց համար մայիս 2026-ը դառնում է մի ամիս, երբ հնարավոր է նոր ուղղություն ընտրել, բայց այդ ուղղությունը ընտրելիս ոչ միայն հաշվի առնել արտաքին հանգամանքները, այլ ունենալ նաև ներքին վստահություն և համոզվածություն այդ նոր ուղու ընտրության վերաբերյալ։ Մեկերի համար մայիս 2026-ի էներգիան հուշում է, որ կարևոր են հատկապես անձնական կյանքի, նոր գաղափարների իրականացման, գիտելիքների խորացման, անձնական նախաձեռնությունների ոլորտները։ Ամփոփելով մեկ թվի մայիս 2026-ը, ասենք, որ այն մեկ թվի մարդկանց համար դառնում է մի ճանապարհի սկիզբ, որտեղ շարժումը սկսվում է մտքից, ուժեղանում է գիտելիքով և հասնում իր նպատակին միահյուսելով արտաքին շարժումը ներքին որոնումների հետ։
Հենց այս համադրությունն է ստեղծում ձեր նոր ուղղության սկիզբը, սիրելի 1 թիվը կրողներ։ Այժմ խոսենք 2 թիվը կրողների մասին։ 2 թվի խմբում ընդգրկված են 2, 11, 20, 29 թվերը։ Մայիս 2026-ը 2 թվի համար ձևավորվում է 2, 1, 5, 8 թվերի մատրիցայով։ 2 թիվը հենց ամսվա սկզբից բացում է զգայունության, հարաբերությունների և համագործակցության թեման։ Երկուսը կապված է լսելու, զգալու և ուրիշների հետ ներդաշնակ հարաբերություններ կառուցելու ունակության հետ։ Այս ամսվա ընթացքում երկուսները ավելի հաճախ արձագանքում են շրջապատի մարդկանց խնդիրներին։ Երկուսը սովորաբար չի շտապում կյանքի հոսքում։ Նա նախուսումնասիրում է ինֆորմացիան, զգում դա իր շնչով, ապա հետո արձագանքում։ Մայիսը կարող է լինել այդպիսի ընկալման շրջան։ 2026 թվականի մայիսին մատրիցայի մեջ առկա 1 թիվը այս զգայունության մեջ բերում է որոշակի նախաձեռնության շերտ։ Թեև 2 թիվը հակված է սպասելու կամ հարմարվելու, այնուամենայնիվ մայիսին կարող է առաջանալ պահ, երբ անհրաժեշտաբար հարկ լինի, որ երկուսը առաջին քայլը անի։ Դա կարող է արտահայտվել անձնական հարաբերություններում, աշխատանքում կամ ընտանեկան միջավայրում։ Այս մատրիցայում մեկի ազդեցությունը հիշեցնում է, որ երբեմն կարելի է ոչ միայն լսել, այլ նաև խոսել և ցույց տալ սեփական դիրքը։ Մայիս 2026-ը այն շրջանն է, երբ երկուսի մարդը սկսում է ավելի հստակ արտահայտել իր ցանկությունները և սահմանները։ Այս մատրիցայում 5-ի ազդեցությամբ ակտիվանում են շփումները, հանդիպումները, հարաբերությունները նոր որակ են ստանում։ Հայտնում են նոր մարդիկ, նոր թեմաներ են ծնվում, փոխվում է գոյություն ունեցող հարաբերությունների կառուցվածքն ու ձևը։ Սա այն շրջանն է, երբ հնարավոր է լինեն անսպասելի խոսակցություններ կամ որոշումներ, որոնք պահանջում են ճկունություն, բացառելով բացասականության տարրը։ 5-ը երկուսի մարդուն դրդում է դուրս գալ հին շրջանակներից և փորձել գտնել շփման նոր ձևեր, նոր համագործակցություն։ Այս 2, 1, 5 թվերի գումարից ստացվում է 8, որի էներգիան էլ դառնում է այս մայիս 2026-ի առանցքը։ 8 թիվը կապված է Սատուրն մոլորակի հետ։ Սատուրնի էներգիան կապված է պատասխանատվության, կարգապահության և կառուցվածքի հետ։ Այն ազդում է մարդու կյանքի այն ոլորտների վրա, որոնք վերաբերում են աշխատանքին, պարտականություններին, նյութական կայունությանը, ժամանակի ճիշտ բաշխմանը և երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը։ Սատուրնի ազդեցությունը հաճախ պահանջում է համբերություն, զգոնություն։ Մայիս 2026-ին երկուսի մարդիկ ավելի ընդգծված կզգան, որ որոշ հարցեր պահանջում են ավելի լուրջ մոտեցում, քան նախկինում է եղել։ Սատուրնի էներգիան ակտիվացնում է նաև այն թեմաները, որոնք կապված են եղել ֆինանսական հարցերի կարգավորման, աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի վերանայման հետ։ Այս մատրիցայի հետ միասին ակտիվանում են 2, 1, 5, 8 արկանները։ Երկրորդ արկանի էներգիան կապված է ներքին իմաստության և զգացողության հետ։ Այն հիշեցնում է, որ ճիշտ պատասխանները հաճախ ծնվում են լռության մեջ։ 5-րդ արկանը բերում է ուսուցման գիտելիքի շերտ, որը նախանշում է, որ ցանկացած կայունություն փորձի իմաստնության արդյունք է։ Իսկ 8-րդ արկանը ուժի և արդարության էներգիան է, որը կապված է հավասարակշռության և պատասխանատվության հետ։ Այս 3 արկանների համադրությունը ստեղծում է մի ընթացք, որտեղ զգացողությունը, գիտելիքը և պատասխանատվությունը միավորվում են մեկ ուղղության մեջ։ Այս ամենի արդյունքում 2026 թվականի մայիսը 2 թվի մարդկանց համար դառնում է մի ժամանակաշրջան, երբ հարաբերությունները և պարտականությունները ստանում են ավելի հստակ ձև։ Սա այն ամիսն է, երբ կարևոր է ոչ միայն զգալ և հասկանալ, այլ կառուցել ու պահպանել այն, ինչ արդեն կա։ Սատուրնի ազդեցությունը հիշեցնում է, որ կայունությունը ծնվում է ոչ թե արագ քայլերից, այլ համբերատար աշխատանքից ու նաև հետևողականությունից։ 2026 թվականի մայիս ամիսը
2 թվի մարդկանց համար դառնում է մի շրջան, երբ ներքին զգացողությունը միավորվում է պատասխանատվության հետ ու ստեղծում կյանքի ավելի ամուր հիմք։ Թիվ 3. Թիվ 3-ի խմբի մեջ են մտնում 3-ի, 12-ի, 21-ի, 30-ին ծնվածները։ Մայիս 2026-ը 3 թվի մարդկանց համար ձևավորում է 3, 1, 5, 9 թվերի մատրիցայով։ Ահա այս թվերի համադրությունը բացում է ամսվա ներքին ընթացքը։ 3 թիվը իր բնույթով կապված է ստեղծագործականության հետ։ 3-ի էներգիան կապված է խոսքի, գաղափարների և ինքնաարտահայտման հետ։ 3-ի մարդիկ մայիս 2026-ին ավելի մեծ ցանկություն ունեն իրենց գաղափարներով, մտահղացումներով կիսվել ծանոթ կամ գործարար շրջանակներում, ներկայացնել ծրագրեր, որոնք վաղուց նրանց մտապատկերում են, բայց դեռ չեն նյութականացել։ 2026 թվականի մայիս ամիսը 3-ի թվային մատրիցայում 1-ը 3-ների ստեղծագործական մտքի շարժիչ ուժն է։ 1-ը իր էներգետիկ իմպուլսով դրդում է 3-ների մարդկանց իրենց գաղափարները կյանքի կոչել։ Հենց այս ժամանակաշրջանում 3 թվի մարդիկ հասկանում են, որ այլևս խոսքից գործի պիտի անցնել, հանրայնացնել իրենց գաղափարներն ավելի մեծ շրջանակների համար։ Դրանք կարող են վերաբերել նոր աշխատանքին կամ անձնական նախագծին, որի իրականացման պահը հասունացել է։ Այս մատրիցայում առկա 5 թիվը ավելացնում է շփումների և փոփոխությունների էներգիան։ 3-ների կյանքում հանդիպում են նոր մարդիկ, ինչպես անձնական, այնպես էլ գործնական նոր առաջարկներով։ Սա այն շրջանն է, երբ խոսքի և գործի հակասություն չկա, այլ կա ներդաշնակություն։ Կարևոր հարցերը լուծվում են կառուցողական զրույցի, փոխադարձ գաղափարների փոխանակման միջոցով։ 5-ի առանձնահատկությունը նաև այն է, որ նրա ազդեցությամբ 3-ները ավելի ճկուն, տրամաբանված որոշումներ են կատարում։ Այս առաջին 2, 1, 5 թվերի գումարից առաջանում է 9, որի էներգիան մայիս 2026-ի առանցքն է։ 9-ի էներգիան կապված է Մարս մոլորակի հետ։ Մարսի էներգիան ուժի, գործողության և պայքարի էներգիա է։ Այն ազդում է մարդու կյանքի այն ոլորտների վրա, որոնք կապված են գործունեության, նպատակների իրականացման, անձնական ուժի կիրառման, մրցակցության և սեփական դիրքը պաշտպանելու կարողության հետ։ Մարսի ազդեցությամբ մայիսին 3-ների համար ակտիվանում են աշխատանքի առաջխաղացման, նպատակների իրականացման հարցերը։ Այս ժամանակահատվածում մարդը ներքին մղումով ավարտում է այն գործերը, որոնք երկար ժամանակ հետաձգում էր։ Այս մատրիցայի հետ նաև ակտիվանում են այն արկանները, որոնք համապատասխանում են 3, 5, 9 թվերին։ Երրորդ արկանի էներգիան կապված է ստեղծման և աճի հետ։ Այն բերում է կյանքի հետ ստեղծագործական շերտ և հիշեցնում, որ ցանկացած գաղափար կարող է աճել, եթե ստանա ուշադրություն և խնամք։ 5-րդ արկանը այստեղ հանդես է գալիս որպես գիտելիքի և ուղղորդման ուժ, հիշեցնելով, որ փորձն ու իմաստությունը պետք են ցանկացած առաջընթացի համար։ 9-րդ արկանը ներքին որոնման և իմաստության էներգիան է, որը մարդուն օժտում է խոր մտածողությամբ և կյանքի իմաստի որոնման է մղում նրան։ Այս 3 արկանների համադրությունը ստեղծում է մի ընթացք, որտեղ ստեղծագործությունը, գիտելիքը և ներքին հասկացողությունը միավորվում են մեկ ուղղության մեջ։ 2026 թվականի մայիս ամիսը 3 թվի մարդկանց համար դառնում է մի շրջան, երբ գաղափարները ծնվում են և իրականանում են։ Այս ընթացքում 2026 թվականի մայիսին Մարսի էներգիան տալիս է ուժ և վճռականություն, սակայն պահանջում է ինքնավերահսկում, որ այդ ուժը ծառայի կարևոր մտքերի, գաղափարների նյութականացմանը։ 2026 թվականի մայիս ամիսը 3 թվի մարդկանց համար դառնում է մի շրջան, երբ խոսքը վերածվում է գործողության, գաղափարը արդյունքի, ներքին ուժը առաջընթացի շարժիչի։ Թիվ 4. Թիվ 4-ի խմբում ընդգրկված են 4-ին, 13-ին, 22-ին, 31-ին ծնվածները։ 2026 թվականի մայիս ամիսը 4 թվի մարդկանց համար ձևավորվում է 4, 1, 5, 1 թվերի մատրիցայով։
Եվ այս թվերի համադրությունն է բացում ամսվա հիմնական ընթացքը։ 4 թիվը իր բնույթով կապված է կառուցվածքի, կարգուկանոնի և հողի վրա ամուր կանգնելու կարողության հետ։ Սա այն թիվն է, որը սիրում է հստակություն, կայունություն և գործերի հաջորդականություն։ Այդ պատճառով այս ամիս 4 թվի մարդիկ կարող են ավելի հաճախ մտածել իրենց կյանքի հիմքերի մասին, ինչն է ամուր, ինչն է պահանջում վերանայում և ինչն է պետք ամրացնել, որպեսզի հետագա քայլերը լինեն վստահ։ 4-ի էներգիան միշտ ձգտում է կառուցել, և մայիսը կարող է դառնալ մի շրջան, երբ անհրաժեշտ կլինի զբաղվել այն գործերով, որոնք պահանջում են համբերություն և մանրակրկիտ մոտեցում։ Մատրիցայի մեջ առկա մեկ թիվը այս կառուցողական բնույթին ավելացնում են նոր սկիզբների շերտ։ Եթե 4 թիվը սովորաբար պահպանում է արդեն գոյություն ունեցողը, ապա մեկի ազդեցությունը կարող է բերել այնպիսի իրավիճակներ, երբ անհրաժեշտ է լինում սկսել նոր գործընթաց կամ նոր մոտեցում ընտրել։ Դա կարող է արտահայտվել աշխատանքի, կենցաղի կամ անձնական ծրագրերի մեջ։ Մեկը հիշեցնում է, որ նույնիսկ ամենակայուն կառուցվածքը երբեմն պահանջում է նոր հիմք կամ նոր ուղղություն։ Այս ամիս 4 թվի մարդիկ կարող են զգալ, որ իրենց առջև բացվում է հնարավորություն նոր բան սկսելու, բայց այդ սկիզբը պետք է հիմնված լինի նախկին փորձի վրա։ Այս մատրիցայում ներկա հինգը ավելացնում է շարժման և փոփոխության տարր։ Հինգի ազդեցությամբ նույնիսկ ամենակայուն իրավիճակները կարող են ստանալ նոր ընթացք։ Կարող են հայտնվել նոր տեղեկություններ, նոր պայմաններ կամ անսպասելի փոփոխություններ, որոնք կպահանջեն արագ կողմնորոշում։ Սա այն փուլն է, երբ 4 թվի մարդիկ կարող են հասկանալ, որ կայունությունը պահպանելու համար երբեմն անհրաժեշտ է ընդունել փոփոխությունը։ Հինգը հիշեցնում է, որ շարժումը կյանքի բնական մասն է և այն, ինչ թվում է անփոփոխ, կարող է ստանալ նոր ձև։ Այս բոլոր թվերի գումարից ստացվող վերջնական թիվը կրկին մեկն է, և հենց մեկի էներգիան է դառնում այս ամսվա հիմնական առանցքը։ Մեկ թիվը կապված է արեգակի հետ։ Արեգակը այն մոլորակային ուժն է, որը կապված է ինքնության, կենսական ուժի, առաջնորդության և անձնական արտահայտման ոլորտների հետ։ Արևի ազդեցությունը միշտ ուղղված է մարդու ներքին լույսի բացահայտմանը, այն ազդում է կյանքի ձեր այն ոլորտների վրա, որոնք կապված են անձնական հեղինակության, ինքնավստահության, կյանքի նպատակների և սեփական դերի գիտակցման հետ։ Արեգակի ազդեցության ներքո այս ամիս կարող են ակտիվանալ հարցեր, որոնք վերաբերում են անձնական դիրքի ամրապնդմանը, հեղինակության բարձրացմանը և սեփական հնարավորությունների բացահայտմանը։ Սա կարող է լինել մի շրջան, երբ մարդը սկսում է ավելի հստակ տեսնել իր տեղը կյանքում և հասկանալ, թե որտեղ է անհրաժեշտ հանդես գալ որպես առաջնորդ կամ նախաձեռնող։ 4 թվի մատրիցայի հետ միասին ակտիվանում են նաև այն արկանները, որոնք համապատասխանում են այս թվերին 4, 5 և 1։ 4-րդ արկանի էներգիան կապված է կառավարման և կառուցման հետ։ Այն հիշեցնում է, որ կայունությունը ստեղծվում է ոչ թե պատահական, այլ մտածված քայլերով։ 5-րդ արկանը այստեղ բերում է գիտելիքի և փորձի շերտ, ցույց տալով, որ ցանկացած կառուցում պահանջում է իմաստություն և սովորելու պատրաստակամություն։ Իսկ առաջին արկանը կրկին բացում է սկիզբների թեման, ցույց տալով, որ նուրբուլը սկսվում է այն ժամանակ, երբ մարդը հավատում է իր ուժերին։ Այս 3 արկաների համադրությունը ստեղծում է մի ընթացք, որտեղ կառուցումը, գիտելիքը և սկիզբը միավորվում են մեկ ճանապարհի մեջ։ Այդ պատճառով մայիս 2026-ը 4 թվի մարդկանց համար կարող է դառնալ մի շրջան, երբ հնարավոր է ոչ միայն պահպանել արդեն գոյություն ունեցողը, այլ նաև սկսել նորը, ավելի ամուր հիմքերի վրա։ Այս ամսվա ընդհանուր ազդեցությունը հատկապես անդրադառնում է աշխատանքի կազմակերպման, կենցաղային կառուցվածքների, անձնական հեղինակության և կյանքի ուղղության ամրապնդման ոլորտների վրա։ Արեգակի էներգիան կարող է տալ ուժ և վստահություն, սակայն նաև պահանջում է պատասխանատվություն ճիշտ օգտագործելու այդ ուժը։ Թիվ 5։ Այս թվի տակ համախմբված են 5-ին, 14-ին, 23-ին ծնվածները։ Մայիս 2026-ը 5 թվի մարդկանց համար ձևավորվում է 5-1-5-2 թվերի մատրիցայով, և հենց այս թվերի համադրությունն է բացում ամսվա ներքին տրամաբանությունը։ 5 թիվը ինքնին շարժման, փոփոխության և փորձառության թիվ է։ Այն կապված է ազատության զգացողության, նոր ճանապարհներ փնտրելու և կյանքի տարբեր կողմերը փորձելու ցանկության հետ։ Մատրիցայի մեջ ներկա մեկը այս շարժման մեջ բերում է նոր սկիզբների ուժը։ Եթե 5 թիվը սիրում է փոփոխություն, ապա մեկը ցույց է տալիս, որ այդ փոփոխությունը կարող է վերածվել իրական սկզբի։
Այս ամիս կարող է առաջանալ մի պահ, երբ մարդը զգա, որ ժամանակն է սկսել մի բան, որը վաղուց մտածում էր, բայց դեռ չէր ստացել իր առաջին նյութականացումը։ Մեկի ազդեցությունը մարդուն բերում է դեպի որոշում, դեպի ընտրություն, որը կարող է դառնալ կյանքի նոր ուղղության սկիզբ։ Սա կարող է արտահայտվել աշխատանքի, ուսման կամ անձնական կյանքի մեջ, երբ փոփոխությունը այլևս չի մնում միայն ցանկություն, այլ վերածվում է գործողության։ Այս մատրիցայում կրկնվող 5-ը ավելի ուժեղացնում է փոփոխությունների թեման։ 5-ը հաճախ խոսում է այն մասին, որ կյանքը կարող է բերել մի շարք իրադարձություններ, որոնք արագ հաջորդում են իրար։ Սա այն շրջաններից է, երբ մարդը կարող է զգալ, որ իր առջև բացվում են մի քանի ճանապարհներ միաժամանակ։ Այդպիսի ժամանակներում կարևոր է ոչ միայն շարժվել, այլ նաև հասկանալ, թե որ ուղղությունն է իսկապես համապատասխան ներքին պահանջներին։ Այս բոլոր թվերի գումարից ստացվող վերջնական թիվը 2-ն է, եւ հենց 2-ի էներգիան է դառնում այս ամսվա հիմնական առանցքը։ 2 թիվը կապված է լուսնի հետ։ Լուսինը այն մոլորակային ուժն է, որը կապված է մարդու զգացմունքային աշխարհի, ներքին զգացողությունների, հարաբերությունների եւ նրա հոգեբանական արձագանքների ոլորտների հետ։ Լուսնի ազդեցությունը հատկապես նկատելի է այս ժամանակահատվածում ընտանիքին, մտերիմ հարաբերություններին, հուզական հավասարակշռությանը եւ ներքին հանգստությանը, ուժեղ զգայունության հետ։ Լուսնի ազդեցության տակ այս ամիս 5 թվի մարդիկ կարող են զգալ, որ իրենց ներսում զգացմունքները դառնում են ավելի զգայուն եւ արտահայտված։ Սա կարող է բերել այնպիսի պահեր, երբ մարդը սկսում է ավելի խոր հասկանալ իր եւ ուրիշների հարաբերությունները։ Այս մատրիցայի հետ միասին ակտիվանում է նաեւ այն արկանները, որոնք համապատասխանում են այս թվերին՝ 5-ին, 1-ին, 2-ին։ 5-րդ արկանի էներգիան այստեղ բերում է գիտելիքի եւ փորձի թեմա։ Այն հիշեցնում է, որ փոփոխություն պետք է ունենա հիմք եւ յուրաքանչյուր նոր քայլ պահանջում է հասկանալ իր իմաստը։ Առաջին արկանը բացում է սկիզբը եւ ստեղծման թեման, ցույց տալով, որ նոր ճանապարհը սկսվում է այն պահին, երբ մարդը որոշում է հավատալ իր մտքին։ Իսկ երկրորդ արկանը կապված է ներքին զգացողության եւ իմաստության հետ։ Այն հիշեցնում է, որ երբեմն ճիշտ պատասխանները ծնվում են լռության մեջ։ Այս 3 արկաների համադրությունը ստեղծում է մի ընթացք, որտեղ գիտելիքը, սկիզբը եւ զգացողությունը միավորվում են մեկ ամբողջական ուղղության մեջ։ Այդ պատճառով մայիս 2026-ը 5 թվի մարդկանց համար կարող է դառնալ մի շրջան, երբ փոփոխությունները չեն լինում միայն արտաքին, այլև ներքին պահանջ։ Սա կարող է լինել ժամանակ, երբ մարդը ոչ միայն շարժվում է դեպի նոր փորձություններ, այլ նաև հասկանում է, թե ինչ զգացողություններ են թաքնված այդ շարժման մեջ։ 2026 թվականի մայիսը 5 թվի մարդկանց համար կարող է դառնալ մի շրջան, երբ արտաքին փոփոխությունները միահյուսվում են ներքին զգացողությունների հետ, եւ հենց այդ համադրությունն է օգնում գտնել կյանքի ավելի նուրբ ու հավասարակշռված ընթացքը։ Թիվ 6։ Թիվ 6-ի տակ համախմբված են 6-ին, 15-ին, 24-ին ծնվածները։ Մայիս 2026-ը 6 թվի մարդկանց համար ձևավորվում է 6-1-5-3 թվերի մատրիցայով, եւ այս թվերի համադրությունն է բացում ամսվա ներքին կառուցվածքը։ 6 թիվը կապված է հարաբերությունների, ներդաշնակության, պատասխանատվության եւ սիրո թեմայի հետ։ Այն միշտ կանգնած է այն դաշտում, որտեղ մարդը սովորում է հավասարակշռել սեփական ցանկությունները եւ շրջապատի մարդկանց հետ պահանջները։ Այդ պատճառով մայիսին 2026-ին 6 թվի մարդիկ կարող են ավելի ուժեղ զգալ իրենց պատասխանատվությունը եւ ընտանիքում, եւ աշխատանքվայրում եւ մտերիմ հարաբերություններում։ Մատրիցայի մեջ ներկա մեկ թիվը այս ներդաշնակության դաշտում բերում է նոր սկզբի եւ անձնական որոշումների էներգիա։ Եթե 6 թիվը հակված է պահելու հարաբերությունները եւ կայունությունը, ապա մեկը ստիպում է մտածել ինչ է պետք սկսել կամ ինչ ուղղություն է պետք փոխել, որպեսզի այդ կայունությունը լինի ավելի առողջ եւ երկարատև։ Այս ամիս կարող է առաջանալ պահ, երբ մարդը հասկանում է, որ որոշ հարաբերություններ կամ իրավիճակներ պահանջում են նոր մոտեցում, այլ ոչ թե նույն ձևով շարունակություն։ Այս մատրիցայում արկա 5 թիվը ավելացնում է շարժման եւ փոփոխության տարր։ 5-ի ազդեցությամբ հարաբերությունների եւ կյանքի կառուցվածքների մեջ կարող են տեղի ունենալ անսպասելի փոփոխություններ։ Դա կարող է արտահայտվել նոր ծանոթություններով, հեռավորությունների հաղթարմամբ կամ 5 կապերի վերափոխմամբ։ 5-ը միշտ բերում է շարժում այնտեղ, որտեղ արդեն ձևավորվել է կայունություն եւ ստիպում է վերանայել սովորական ընթացքը։ Սա այն էներգիան է, որը կարող է միաժամանակ բերել եւ անհանգստություն եւ նոր հնարավորություններ։ Այս բոլոր թվերի գումարից ստացվող վերջնական թիվը 3-ն է։ Հենց 3-ի էներգիան է դառնում այս ամսվա հիմնական առանցքը։
3 թիվը կապված է Յուպիտեր մոլորակի հետ։ Յուպիտերը ընդլայնման, աճի, հնարավորությունների և զարգացման մոլորակն է։ Այն ազդում է մարդու կյանքի այն ոլորտների վրա, որոնք կապված են ուսման հնարավորությունների ստեղծման, սոցիալական ընդլայնման և կյանքի տեսլականի լայնացման հետ։ Յուպիտերի ազդեցության տակ այս ամիս 6 թվի մարդիկ կարող են զգալ, որ իրենց կյանքում բացվում են ավելի լայն հնարավորություններ, քան նախկինում է եղել։ Սա կարող է արտահայտվել նոր առաջարկների, նոր ուսման, աշխատանքի ընդլայնման կամ սոցիալական կապերի աճի դեպքում։ Այս մատրիցայի հետ միասին ակտիվանում են նաև այն արկանները, որոնք համապատասխանում են այս թվերին 6, 1, 3։ 6-րդ արկանը կապված է սիրո ընտրության և հարաբերությունների թեմայի հետ։ Այն հիշեցնում է, որ յուրաքանչյուր կապ պահանջում է գիտակցված ընտրություն և ներքին հավասարակշռություն։ Առաջին արկանը այստեղ կրկին բերում է սկիզբ, ուժ, ցույց տալով, որ հարաբերություններում կամ կյանքի կառուցվածքում նոր փուլ սկսելու հնարավորություն է բացվում։ Իսկ երրորդ արկանը ստեղծման և աճի էներգիան է, որը բերում է կյանքի մեջ զարգացում և ստեղծագործական աճ։ Այս 3 արկաների համադրությունը ստեղծում է մի ընթացք, որտեղ ընտրությունը, սկիզբը և աճը միավորվում են մեկ ճանապարհի մեջ։ 2026 թվականի մայիս ամիսը 6 թվի մարդկանց համար դառնում է մի շրջան, երբ հարաբերությունները և հնարավորությունները միավորվում են աճի զարգացման մեջ, և հենց այդ համադրությունն է ստեղծում կյանքի ավելի լայն ու զարգացող ընթացք։ Թիվ 7։ Թիվ 7-ի տակ համախմբվում են 7-ին, 16-ին, 25-ին ծնվածները։ 2026 թվականի մայիսը 7 թվի մարդկանց համար ձևավորվում է 7-1-5-4 թվերի մատրիցայով, և այս թվերի համադրությունն է բացում ամսվա ներքին խորքային ընթացքը։ 7 թիվը ինքնին կապված է ներքին որոնման, լռության, ինտուիցիայի և կյանքի խորքային իմաստների ընկալման հետ։ Սա այն թիվն է, որը հաճախ մարդուն հեռացնում է արտաքին աղմուկից և բերում դեպի ներքին աշխարհ, որտեղ ձևավորվում են իրական պատասխանները։ Այդ պատճառով այս ամիս 7 թվի մարդիկ կարող են ավելի հաճախ զգալ, որ արտաքին իրադարձությունները երկրորդ պլան են գնում, իսկ առաջնայինը դառնում է սեփական ներքին վիճակը հասկանալը։ Մատրիցայի մեջ ներկա մեկը այս ներքին խորության մեջ բերում է սկզբի և ինքնուրույն որոշման էներգիա։ Եթե 7 թիվը հակված է խորհելու և դիտարկելու ներսը, ապա մեկը գալիս է որպես այն պահ, երբ այդ ներքին հասկացությունը պետք է վերածվի որոշման։ Այս մատրիցայում առկա 5-ը բերում է շարժման և փոփոխության տար, որոշակի հակադրություն է ստեղծում 7-ի ներքին հանգստության հետ։ 5-ի ազդեցությամբ կարող են առաջանալ արտաքին փոփոխություններ, նոր տեղեկություններ, նոր մարդկանց հետ հանդիպում կամ իրավիճակներ, որոնք ստեպում են դուրս գալ ներքին փակված վիճակից։ Այս բոլոր թվերի գումարից ստացվող վերջնական թիվը 4-ն է, և հենց 4-ի էներգիան է դառնում այս ամսվա հիմնական առանցքը։ 4-ի ազդեցության տակ այս ամիս 7 թվի մարդիկ կարող են զգալ, որ իրենց ներքին որոնումները պետք է ի վերջո ստանան նոր ձև։ Սա կարող է արտահայտվել աշխատանքի մեջ, կենցաղային որոշումներում կամ երկարաժամկետ ծրագրերի կառուցման մեջ։ 4-ի էներգիան միշտ պահանջում է համբերություն և հետևողականություն։ Այն չի սիրում արագ արդյունքներ, այլ ձևավորում է կայուն հիմք։ Այս մատրիցայի հետ միասին ակտիվանում են նաև ավագ արկանները 7-րդ, առաջին և 4-րդ։ 7-րդ արկանը կապված է ներքին ճանապարհի, ինքնաճանաչման և հոգևոր շարժման հետ։ Այն հիշեցնում է, որ մարդը միշտ գտնում է իր սեփական ճանապարհի վրա, նույնիսկ եթե արտաքինում դա չի երևում։ Առաջին արկանը այստեղ բերում է սկիզբ, ուժ, ցույց տալով, որ ներքին հասկացողությունը կարող է դառնալ նոր կյանքի փուլի մեկնարկ։ Իսկ 4-րդ արկանը կառուցման և կարգի էներգիան է, որ ձևավորում է այդ ներքին վարտաքին շարժումները կոնկրետ իրականության մեջ։ Այս 3 արկանների համադրությունը ստեղծում է մի ընթացք, որտեղ ներքին գիտակցումը, սկիզբը և կառուցվածքը միավորվում են մեկ ուղղության մեջ։ Այդ պատճառով 2026 թվականի մայիսին 7 թվի մարդկանց համար կարող է առաջանալ մի շրջան, երբ ներքին որոնումները սկսում են ստանալ իրական ձև և կառուցվածք, և մարդը անցնում է լուռ հասկացողությունից դեպի կոնկրետ գործողության։ 2026 թվականի մայիսը 7 թվի մարդկանց համար դառնում է մի շրջան, երբ ներքին աշխարհը սկսում է ստանալ արտաքին կառուցվածք, և հենց այդ համադրությունն է ձևավորում նրանց կյանքի ավելի ամուր և գիտակցված ընթացքը։ Թիվ 8։ Թիվ 8-ի տակ համախմբվում են 8-ին, 17-ին, 26-ին ծնվածները։ 2026 թվականի մայիսը 8 թվի մարդկանց համար ձևավորվում է 8-1-5-5 թվերի մատրիցայով, և այս թվերի համադրությունն է բացում ամսվա ներքին շարժը։ 8 թիվը իր բնույթով կապված է ուժի, նյութական աշխարհի կազմակերպման,
Պատասխանատվության և կյանքի իրական կառավարման հետ։ Սա այն թիվն է, որը երբեք չի գործում միայն զգացմունքային մակարդակում։ Այն միշտ պահանջում է արդյունք, կառուցվածք և իրական ազդեցություն։ Այդ պատճառով այս ամիս 8 թվի մարդիկ կարող են ավելի ուժեղ զգալ, որ իրենց առջև կանգնած են կոնկրետ պարտականություններ, որոնք չեն կարող հետաձգվել։ Սա կարող է լինել աշխատանքի, ֆինանսների կամ կարևոր որոշումների ոլորտում, որտեղ պահանջվում է հստակություն և կայուն քայլեր։ Մատրիցայի մեջ ներկա մեկ թիվը այս ուժի և պատասխանատվության դաշտում բերում է նոր սկիզբ, նոր ուժ և անձնական որոշման էներգիա։ Եթե 8 թիվը սովորաբար աշխատում է արդեն գոյություն ունեցող կառուցվածքների հետ, ապա մեկը գալիս է որպես այն պահը, երբ անհրաժեշտ է փոխել ինչ-որ բան։ Այս ամիս կարող է առաջանալ իրավիճակ, երբ մարդը հասկանում է, որ նախկին ձևով շարունակելն նպատակահարմար չէ այլևս։ Այս մատրիցայում առկա կրկնվող 5 թիվը ուժեղացնում է փոփոխության և շարժման էներգիան։ 8-ի կրկնությունը ցույց է տալիս, որ այս ամիս կյանքը կարող է բերել մի շարք իրադարձություններ։ Այս մատրիցայում առկա կրկնվող 5 թիվը ուժեղացնում է փոփոխության և շարժման էներգիան։ 5-ի կրկնությունը ցույց է տալիս, որ այս ամիս կյանքը կարող է բերել մի շարք իրադարձություններ, որոնք արագ հաջորդում են իրար և պահանջում են ճկունություն։ Կարող են փոխվել պայմաններ, առաջանալ նոր առաջարկներ կամ անսպասելի իրավիճակներ, որոնք ստիպում են արագ վերադասավորվել ծրագրերում։ Սա այն էներգիան է, որը թույլ չի տալիս կանգնել մեկ կետում և ստիպում է մշտապես շարժման մեջ լինել։ Այս բոլոր թվերի գումարից ստացվող վերջնական թիվը կրկին 5-ն է և հենց 5-ի էներգիան է դառնում այս ամսվա հիմնական առանցքը։ 5 թիվը կապված է Մերկուրի մոլորակի հետ։ Մերկուրին շարժման, հաղորդակցության, տեղեկատվության և մտքի արագության մոլորակն է։ Այն ազդում է մարդու կյանքի այն ոլորտների վրա, որոնք կապված են շփումների, գործնական հաղորդակցության, պայմանավորվածությունների, ճանապարհների, սովորելու և տեղեկատվության փոխանակման հետ։ Մերկուրի էներգիան կարող է ուժեղացնել բանակցությունների, պայմանավորվածությունների, գործնական կապերի դերը։ Սա կարող է լինել ամիս, երբ շատ բան որոշվում է խոսքի միջոցով, ոչ թե երկար գործընթացներով, այլ արագ և հստակ փոխանակումներով։ Միաժամանակ այս էներգիան պահանջում է ուշադրություն մանրամասների նկատմամբ, որպեսզի արագ ընթացքի մեջ բաց չթողնել կարևոր նրբությունները։ Այս մատրիցայի հետ միասին ակտիվանում են նաև այն արկանները, որոնք համապատասխանում են 8, 1, 5 թվերին։ 8-րդ արկանը կապված է ուժի, հավասարակշռության և արդարության հետ։ Այն հիշեցնում է, որ իրական ուժը միշտ պահանջում է պատասխանատվություն և ներքին կարգապահություն։ Առաջին արկանը այստեղ բերում է սկիզբների և նոր որոշումների էներգիա, ցույց տալով, որ ցանկացած փոփոխություն սկսվում է մեկ հստակ քայլից։ Իսկ 5-րդ արկանը գիտելիքի, հաղորդակցության և փորձի էներգիան է, որը օգնում է կողմնորոշվել արագ փոփոխվող իրավիճակներում։ Այս 3 արկանների համադրությունը ստեղծում է մի ընթացք, որտեղ ուժը, սկիզբը և հաղորդակցությունը միավորվում են մեկ շարժման մեջ։ Այդ պատճառով մայիս 2026-ը 8 թվի մարդկանց համար դառնում է մի շրջան, երբ պատասխանատվությունը միահյուսվում է արագ փոփոխություններին և այդ համադրությունը դառնում է կենտրոնացում և ճկունություն նրանց համար։ Այդ պատճառով 2026 թվականի մայիս ամիսը 8 թվի մարդկանց համար դառնում է մի շրջան, երբ պատասխանատվությունը միահյուսվում է արագ փոփոխությունների հետ և այդ համադրությունը նրանց տանում է կենտրոնացման ու ճկունության։ Այս ամսվա ընդհանուր ազդեցությունը հատկապես կարող է անդրադառնալ աշխատանքի, ֆինանսների, գործնական հարաբերությունների և կյանքի կառավարման ոլորտների վրա։ Մերկուրի էներգիան կարող է բերել արագ զարգացումներ, բայց նաև պահանջում է զգոնություն և հստակ մտածողություն յուրաքանչյուր քայլում։ Թիվ 9 այս թվի տակ համախմբված են 9-ին, 18-ին, 27-ին ծնվածները։ 2026 թվականի մայիսը 9 թվի մարդկանց համար ձևավորվում է 9, 1, 5, 6 թվերի մատրիցայով։ Եվ այս թվերի համադրությունն է բացում ամսվա խորքային կառուցվածքը։ 9 թիվը իր բնույթով կապված է ավարտի, ներքին կայունության, փորձի ամփոփման և կյանքի մի փուլի փակման հետ։ 9 թիվը իր բնույթով կապված է ավարտի, ներքին կայունության, փորձի ամփոփման հետ։ Սա այն թիվն է, որը միշտ գալիս է այն պահերին, երբ ինչ-որ բան արդեն ավարտվել է ներսում։ Այդ պատճառով այս ամիս 9 թվի մարդիկ կարող են ավելի հաճախ զգալ, որ իրենց կյանքում ինչ-որ թեմա հասունանում է մինչև վերջնական ձևավորում, պահանջելով կամ ավարտ, կամ լիարժեք վերաիմաստավորում։
Մատրիցայի մեջ ներկա մեկ թիվը այս ավարտի դաշտում մատրիցայի մեջ մեկ թիվը ինների համար բերում է նոր ուժ, նոր սկիզբ։ Եթե 9 թիվը ավարտում է մի շրջան, ապա մեկը ցույց է տալիս, որ այդ ավարտից անմիջապես հետո ձևավորվում է նոր սկիզբ, նոր հնարավորություն։ Այս ամսում առաջանում է այնպիսի ներքին վիճակ, երբ մարդը միաժամանակ զգում է եւ ավարտը եւ նոր ուղղության ծնունդը։ Այս մատրիցայում արկա 5 թիվը բերում է շարժման փոփոխության տար, որը այս ամիս դառնում է անցումային ուժ։ 5-ի ազդեցությամբ կարող են առաջանալ արտաքին փոփոխություններ, նոր տեղեկատվություն կամ անսպասելի իրադարձություններ, որոնք օգնում են փակել հիմփուլը եւ սկսել նորը։ Սա այն էներգիան է, որը թույլ չի տալիս երկար մնալ անցյալում եւ մշտապես հրում է դեպի առաջ, դեպի շարժում։ 5-ը այս դեպքում գործում է որպես անցման միջավայր, օգնելով ավարտել հինը եւ ստեղծել նորը։ Այս բոլոր թվերի գումարից ստացվող վերջնական թիվը 6-ն է։ Հենց 6-ի էներգիան է դառնում այս ամսվա հիմնական առանցքը։ 6 թիվը կապված է Վեներա մոլորակի հետ։ Վեներան սիրո, հարաբերությունների, ներդաշնակության եւ արժեքների մոլորակն է։ Այն ազդում է մարդու կյանքի այն ոլորտների վրա, որոնք կապված են հարաբերությունների որակի, սիրո ընկալման, ներքին եւ արտաքին ներդաշնակության, գեղեցկության զգացողության եւ ընտրությունների հստակության հետ։ Այս մատրիցայում Վեներան բերում է մեղմություն, բայց նաեւ հստակություն։ Օգնում է հասկանալ, թե որտեղ է ներդաշնակությունը պահպանվում եւ որտեղ է այն խախտվում։ Երբ 9 թիվը ավարտում է փուլը, Վեներան օգնում է այդ ավարտը անցկացնել ավելի խաղաղ եւ ներդաշնակ ձևով, առանց կտրուկ ներքին հակասությունների։ Սա կարող է լինել այնպիսի ժամանակ, երբ մարդը սովորում է հրաժեշտ տալ հնին եւ ընդունել նորը։ Այս մատրիցայի հետ միասին ակտիվանում են նաեւ այն արկանները, որոնք համապատասխանում են 9-ին, 1-ին եւ 6-ին։ 9-րդ արկանը կապված է ներքին իմաստության եւ խորքային գիտակցության հետ։ Այն հիշեցնում է, որ որոշ պատասխաններ ծնվում են միայն ներքին լռության մեջ։ Առաջին արկանը այստեղ կրկին բերում է նոր սկիզբ եւ նոր ուժ, ցույց տալիս, որ յուրաքանչյուր ավարտում կա նոր ուղղության հնարավորություն։ Իսկ 6-րդ արկանը կապված է ընտրության, հարաբերությունների եւ սիրո էներգիայի հետ, որը այս ամիս դառնում է կարևոր որոշումների առանցք։ Այս 3 արկանների համադրությունը ստեղծում է մի ընթացք, որտեղ ավարտը, սկիզբը եւ ընտրությունը միավորվում են մեկ կյանքի շարժման մեջ։ Այդ պատճառով 2026 թվականի մայիսը 9 թվի մարդկանց համար դառնում է մի շրջան, երբ հիմփուլները ավարտվում են ոչ թե կտրուկ, այլ հասունացման միջոցով, եւ այդ ավարտը բացում է նոր հարաբերությունների, նոր արժեքների, նոր ուղղության հնարավորություն։ Այս ամսվա ընդհանուր ազդեցությունը հատկապես կարող է անդրադառնալ ներքին վերափոխումների, արժեքների վերանայման եւ կյանքի նոր փուլին անցման ոլորտների վրա։ Վեներայի էներգիան կարող է մեղմացնել ավարտի զգացողությունը եւ այն վերածել ընդունման եւ ներքին խաղաղության գործընթացի։ Քանի որ հաղորդումը մոտեցավ իր ավարտին, ամփոփենք 2026 թվականի մայիս ամսվա էներգիան։ Այս ամսվա ընդհանուր էներգիան ցույց տվեց մի պարզ, բայց խորքային օրինաչափություն։ Յուրաքանչյուր թիվ անցնում է իր սեփական ճանապարհով, սակայն բոլոր ճանապարհները վերջում միավորվում են ընդհանուր ուղղության մեջ, որը պայմանավորված է տարվա եւ ամսվա համադրության էներգիայով։ 2026 թվականի մայիսը իր բնույթով բերում է շարժում, փոփոխություն եւ ներքին վերակառուցում։ Սակայն այդ շարժումը արտաքինից դիտելիս կարող է թվալ արագ կամ նույնիսկ անկանոն, մինչդեռ ներսում այն կառուցված է շատ հստակ էներգետիկ տրամաբանության վրա։ Յուրաքանչյուր թիվ իր հերթին անցնում է իր սեփական փորձառությունը, սկսած սկիզբներից, անցնելով փոփոխությունների միջով եւ հասնելով որոշակի արդյունքի կամ ներքին գիտակցման։ Վերջնական թվերի բազմազանությունը ցույց է տալիս, որ այս ամիս չկա մեկ ընդհանուր ուղղություն բոլորի համար։ Յուրաքանչյուր մարդ անցնում է իր սեփական փուլը ըստ իր ներքին կառուցվածքի, սակայն ընդհանուր միտումը նույնն է՝ շարժում դեպի ավելի կայունություն, դեպի հստակություն, դեպի որոշումների իրականացում, որոնք այլևս չեն կարող հետաձգվել, եւ դեպի այնպիսի իրավիճակներ, որոնք պահանջում են գիտակցված մասնակցություն սեփական կյանքի ընթացքին։ Այսպիսով, մայիս ամիսը կարելի է դիտարկել որպես մի անցումային փուլ, որտեղ ներսի որոշումները սկսում են ստանալ արտաքին ձև եւ արտաքին փոփոխությունները ստիպում են վերադառնալ ներս, հասկանալու, թե որն է իրական ուղղությունը։
Եվ հենց այս փոխադարձ շարժման մեջ է ձևավորվում այս ամսվա հիմնական իմաստը, ոչ թե պարզապես շարժվել, այլ հասկանալ ինչու ենք շարժվում և ուր է տանում այս շարժումը մեզ։ Ու նաև եկեք չմոռանանք բաժանորդագրվել ձեզ հետ Անժելաներ։